Բարի լույս սիրելիներս, այսօր առավոտյան մի գեղեցիկ առակ կարդացի քամու և արևի մասին։ Քամին և արևը վիճում են իրար հետ, թե ով կկարողանա մարդու վրայից մուշտակը հանել, վերարկուն հանել։ Քամին ասում է, որ ես կկարողանամ և սկսում է ուժգնորեն փչել այդ մարդու վրա։ Ինչքան քամին արագ է փչում, այդքան մարդը վերարկուն ավելի ձգում է իր վրա, փակում է իրեն, որովհետև այդ ցուրտը իրեն խանգարում է։ Նորից քամին փչում է, նորից վերարկուն հավաքում է և այսպիսով քամին չի կարողանում վերարկուն հանել մարդու վրայից։ Հետո արևի հերթն է գալիս։ Արևը սկսում է ջերմացնել և ինչքան ջերմացնում է, այդքան մարդը զգում է, որ շոկ է այլևս, մուշտակով շոկ է, վերարկուով շոկ է։ Եվ վերջի վերջո արևի ջերմության արդյունքում մարդը հանում է վերարկուն։ Եվ այս վեճը արևը հաղթում է։ Ինչ է առակի նպատակը, սիրելիներ։ Ոչ թե պետք է մարդկանց դեմ պայքարել քամու նման, որ ինչքան քամու պես պահեն իրենց, այդքան ավելի են վերարկուն պնդացնելու մարդիկ իրենց վրա, այլ պետք է ջերմություն տալ։ Եվ այսօր, քանի որ կիրակի է նաև, ուրեմն մաղթանքս է, որ ջերմացնենք միմյանց։ Ջերմացնենք բարի խոսքով, բարի հայացքով, ժպիտով, վերաբերմունքով, փոխադարձ հարաբերությամբ, որովհետև այսօր մենք հայերս այդ ջերմության կարիքը ինձ թվում է, որ ունենք և մեկս մյուսից պիտի ջերմացնենք։ Օտարը չի գալու մեզ ջերմություն տա, օտարը չի գալու մեզ ոգևորի, օտարը չի գալու մեզ ասի, որ դուք ավելի լավն եք, քան պատկերացնում եք, քան ձեզ պահում եք այսօր։ Մենք մեզ պիտի ջերմացնենք։ Մենք մեզ պիտի վստահենք, հավատանք ինքներս մեզ, մեր ուժերին, հավատանք նաև Աստծո այն սիրուն, որ մեր կյանքի մեջ կա, հայ ժողովրդի կյանքի մեջ կա, և այդ սիրո վկայությունը մեր Մայր Աթոր Սուրբ Էջմիածինն է։ Ուրեմն ջերմացնենք միմյանց հավատքով, հույսով և սիրով։ Բարի կիրակի ձեզ բոլորիդ, սիրելիներս, Աստված օրհնի ձեզ։